Բարի օր սիրելի երոստաթիտող, այսօր պատրաստել ենք պաստայի տեսակներից իմ ամենասիրած պաստաների տեսակներից մեկը, որը թրաֆլով պաստան է։ Դե իհարկե Հայաստանում շատ դժվար է թրաֆլ գտնվի կամ թրաֆլի օյլ, ցետ կամ թրաֆլի պաստա, այսինքն տացան, բայց մենք քանի որ ունենք սուշեֆը, մենք ունենք հնարավորություն թրաֆլի պաստայի տեսակներ ունենալու։ Այսօրվա պաղադրատոմսի համար մեզ պետք է 400-ից 500 գրամ տագլիատելի մակարոնի տեսակ, 250 մլի սերուցք, 3 ճաշիկ գդալ թրաֆլի պաստա կամ թացան, 2-ից 3 ճաշիկ գդալ ցիտաբտղի ցետ, 4-ից 5 բջեղ սխտոր, 100 գրամ պարմեզան պանիր, 30 գրամ կարակ, աղ և սև բբեղ, ջուր պաստան եփելու համար, մատուցման համար կտրատած ազատկեղ, 100 գրամ պարմեզան պանիր, 30 գրամ կարակ, աղ և սև բբեղ։ Այսօրվանը մենք ունենք սպիտակով սևի խառնուրդը, որը հիմա եմ բացում, ուզում եմ փույրը վերջնա, իրականում թրաֆլի հոդը համը ուրիշ է, ինքը ասենց ումամի համ ունի, ումամի համը ինքը ոնց որ քաղցրի, աղեի, թութուի համերից է, բայց ինքը ոնց որ հատուկ համ չունի, բայց ինքը կոմֆորտ եւ հանգստություն է տալիս։ Ու աշխարհում շատ հայտնի է թրաֆլը եւ շատ թանկ է իհարկե, շատ թանկ հաճույք է։ Դրա համար մի խոսքով, եթե սիրողներ կան, այսօր էս պաղադրատոմսը կգրանցեն, հետո կգնան սուշեֆից կվերցնեն ու կպատրաստեն։ Թրաֆլի մասին խոսեցինք, դե իհարկե ես սիրում եմ թրաֆլի պաստան տագլիատելի տեսակով պատրաստել, բայց եթե դու ունեք սպագետի, պեննե, որևէ մեկ ուրիշ խխունջի տեսակ, ինչպես կուզեք կարող եք պատրաստել։ Այս դե իհարկե կարակով եւ ցիտաբտղի ցետով ենք դապակելու սկզբում, իհարկե extra version ցիտաբտղի ցետ, cold pressed, այսինքն բաղ վիճակով ինքը պրես եղած, որ ամնա premium տեսակի ցիտաբտղի ցետն է, իհարկե նորեն սուշեֆից կգտնեք, ինչպես որ մենք կդանք և ուրախ զվարթ ավելի համով պաղադրատոմսեր եմ պատրաստում։ Մի խոսքով, միջև սկսելնից ես արդեն ջուրը թրել էի, իհարկե սիլի ջուր էի ավելացրել, որպեսզի մեր պաստան իհարկե ավելի համով լինի։ Հիմա սպասում եմ երա մեր ջուրը, որպեսզի ավելացնեմ սպագետին կամ կարող ենք ասել տագլիատելին, մի քիչ աղ ու ցիտաբտղի ցետ, որպեսզի խաշի։ Մինչ այդ արդեն մենք կպատրաստենք սոսը։ Բայց սոսը պատրաստելուց պետք է սխտորը ճզմեմ, բայց ամեն բարակայի իմ պատմություններս չի վերջանար, իմ ասելիքներս չի վերջանար, ուզում եմ հիշեցնեմ, որ մնացած ապրանքը գրեթե 8 սուպերմարկետից ենք վերցրել, որովհետև իրենք ունեն ամեն տեսակի ապրանք եւ որակով, եւ իհարկե ուրախ լուրը, որ ամսի 28-ին հունիսի կկայանա խաղարկությունը, վերջապես շատերից կողմից սպասված։ Եվ ովքեր որ ունեն կտրոն, կարող են ժամը 9-ից գնալ Զարգացորի 88 Hotel and Spa եւ գցել իրենց կտրոնը։ Երեկոյան արդեն խաղարկությունը կանցկացվի եւ իհարկե կարող է ցեզնից մեկը շահի այդ բնակարանը, նորագարույց բնակարանը։ Մենք հաջողություն ենք մաղթում։ Իհարկե մեզ կգրեք, եթե դուք հաջողակներից մեկն եք։ Բայց չմոռանաք, ձեր անձը հաստատող փաստաթուղթը ձեր հետ լինի, որպեսզի դենց սխալ բաներ չստացվի։ Սխտորը ջզմել ենք, պատրաստ է, մինչև մեր ջուրը երա, մենք կարող ենք պարմեզանն էլ պատրաստել։ Իհարկե պարմեզանին գրեթե կեսը պետք է թնեմ սոսի մեջ, որպեսզի ինքը ավելի քրեմային լինի, եթե ուզում եք ավելի հյութալի լինի ձեր քրեմային տեքստուրան կամ սոսը, պարմեզանը միշտ չմոռանաք շատ թրել, բայց վերջում էլ մի քիչ թողելու եմ, որպեսզի ամենավերջում թնա։ Իհարկե թրաֆլով պաստան մի քանի տեսակ են պատրաստում, եթե ունեք բախտ եւ իրական թրաֆլ ունեք, անշուշտ գերիչով անցկացում եք ու տերթիկ թրաֆլ թնում եք։ Հիմա այսօր մենք պատվիրել էինք Ֆրանսիայից, Փարիզից, բայց չի հասավ։ Ոչինչ, մուշապատ երևի միջև պիցային կհասնի, հույսով եմ։ Կամ անում են սնգով, այսինքն թրաֆլի պիցան կամ թրաֆլով արվում կամ սնգով, կամ ինչ որ ուրիշ տեսակի ծովամթերքով։ Բայց ես այսօր ուզեցի կլասիկը պատրաստեմ իրականում, որ դուք այդ համերը բռնացնեք, հետո ըստ ցանկության ինչ կուզեք կավելացնեք։ Ճիշտ չեմ մտածած, ասեք, որ սխալ եմ մտածել, ճիշտ եմ մտածել։ Կարծում եմ արդեն լավ է։ Բայց հույս ունենք, քանի որ ջուրը սկսավ երալու եւ պաստան կարող ենք ավելացնել։
Գնացինք, համեցեք, տագիլիատելիներ ջան, ցետ ջան և աղ ջան։ Դե իհարկե, մենք բոլոր համեմունքները օգտագործում ենք մարանիկ, աղիցը սկսյալ ամենադժվար և ամենաչգտնվող համեմունքը։ Հիմա ավելացում եմ մի քիչ աղ, այսինքն մի խոսքով ապրի մարանիկը, որ կա մեր կյանքում և ձեր կյանքում։ Գնացինք։ Այդքան անուշիկ են ընգնում, միջև ինալն է այսօր ստացվում մեր հետ, չգիտեմ ինչի, լավ որ էր։ Մի քիչ հիմա կպացվի ու իրանք կիջնեն ներքև։ Ուրեմն մի հատ ստեղ անուշիկ մաքրակորձենք, խոհանոցը դասավորենք, մաքրենք, իհարկե ABC-ով ու հետ վերադառնանք, որպեսզի սկսենք սոսը պատրաստել։ Ուրեմն միշտ խառնում ենք ցիտապտղից հետը կարակով, մի քիչ ցիտապտղից հետը ավելացրեցի կարակը, մի հատ նայում ենք պաստան, արդեն գրեթե պատրաստ է, կարող ենք արդեն հանել։ Ավելացում եմ սխտորը, արդեն այս փույրը որ դուրս է գալիս, ավելացում եմ տրաֆլի պաստան, 1, 2, 3, խառնում եմ, պահ, համեցեք Կետրոն TV և համտեսեք մեր այսօրվա տրաֆլ պաստան, ավելացում եմ աղ, սև բաբեղ, մի հատ խառնում եմ, և սերուցքը։ Նորեն խառնում եմ։ Վտանգ, ստեղ վտանգ է առաջացել, պարմեզան, մի քիչ էլ վրայի համար եմ թողելու, այսքան։ Խառնում եմ, տեսակ ինչ տեսակի քրեմային կառուցվածք ունենք, հիմա արդեն կամաց պաստան ենք ավելացնում, Վաու, նայք, այս պատրաստելուց հետո էլ Իտալիա չեք գնա, էլ ոչ մի երկիր չեք գնա, չեք ասի տրաֆլով պաստա, կասեք մենք մի հատ պատրաստել ենք շաղի պղաթյադոմսով ու այնքան համով էր, ես իրականում վերջում սիրում եմ մի քիչ ցիտապտղից հետ էլ ավելացնել, արդեն պատրաստ է։ Մի քիչ տրաֆլի պաստա,
Պարմեզան պանիր, և ինչ-որ կանաչի, ես ընդրել եմ parsley, այսինքն մաղդանոս, դուք կարող եք ինչ-որ ուրիշ բան դնել, թեթև կանաչ սոխել կարա լինի, կամ կարող եք նույնիսկ մանրացնել։ Եվ այսօրվա պաղադրատոմսը թրաֆլով պաստան պատրաստ է։ Դուք էլ անպայման պատրաստեք և վայելեք։ Բարեխորժակ։ Դե ինձ սիրելիներս, մեր թրաֆլով պաստան պատրաստ է, տեսակ ինչքան հետաքրքիր և հեշտ ձևով է պատրաստվում, իհարկե պետք է փորձենք, գնացինք։ Հուսով եմ գլինի։ Ուպս։ Վաու, 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 ապրի սուշեֆը, ապրի թրաֆլի պաստան, հետաքրքիր համով շատ հանգիստ պաստայի տեսակ։ Իրականում պատճառ չունեք չպատրաստելու այս պաղադրատոմսը, կնեղանամ ձեզանից իհարկե, որովհետև ամեն ինչ ունենք մեր երկրում ու այսպիսի համով ուտենե դուք զուրկ մնալնիդ ամոթ է։ Եվ իհարկե, բաց չթողնել այսպիսի համովություն, դրա համար եմ ասում, ձեր համար եմ։ Մի խոսքով շատ համով է, ես հիմա ուզում եմ փակեմ մեր հաղորդումը, որպեսզի այս բնակը վայելեմ, իսկ դուք վաղ նույն ժամին 9:00 և 17:00 Կեթրոն TV եթերում կսպասեք մեզ։ Ցտեսություն։